Իրանի դեմ միջուկային երկու տերությունների պատերազմի 4-րդ օրն է, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը շարունակում է ոչ միայն իսրայելական, այլև տարածաշրջանում ամերիկյան թիրախներին վճռական հարվածները։ Իրանը 2 ԱԹՍ-ով հարվածել է Էր-Ռիադում Միացյալ Նահանգների դեսպանությանը, նախնական տվյալով զոհեր չկան։ Իսլամական հանրապետությունը ԱԹՍ-ներով ու հրթիռներով գրոհել է նաև Բահրեյնում ամերիկյան ռազմաբազան, թիրախավորվել է Բաղդադում Վիկտորիա ամերիկյան բազան, Թեհրանը վճռական է բոլոր ուղղություններով փակել է համաշխարհային կենսական նշանակության ծովային զարկերակը, Հորմուզի նեղուցը։ Հորմուզի նեղուցը փակ է, յուրաքանչյուր նավ, որը կփորձի անցնել նեղուցով, կոչնչացվի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եւ բանակի նավատորմի հերոսական ուժերի կողմից։ Նրանք անկասկած լուրջ եւ վճռական բախման կառերեսվեն, եթե մտնեն այս տարածաշրջան։ Իրանը սպառնում է նաև կաթվածահար անել տարածաշրջանի նավթարդյունաբերության եւ արտահանման ոլորտը։ Մենք նաև շարքից կհանենք տարածաշրջանում նրանց խողովակաշարերը, թույլ չենք տա, որ նավթ արտահանվի այս տարածաշրջանից, ինչը կբարդացնի նրանց վիճակը։ Ամերիկացիները միլիարդավոր դոլարներ են պարտք, նրանք մեր տարածաշրջանի նավթի ծարավ են։ Մենք թույլ չենք տա, որ նավթի նույնիսկ մի կաթիլ հասնի ձեզ։ Իսրայելի ու Միացյալ Նահանգների զինված ուժերը նույնպես շարունակում են ինտենսիվ հարվածները Իրանի ցամաքային ու ծովային ռազմական ուժերին։ Հրապարակված տեսանյութում երևում է, որ ամերիկյան կողմը թիրախավորել է ռազմական ենթակառուցվածքները։ Միաժամանակ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը գրոհել է Իրանի նավատորմը, հայտարարելով, որ 2 օր առաջ Իրանի ռեժիմն Օմանի ծոցում ուներ 11, այսօր 0 նավ։ Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանում մի քանի կառավարական շենքերի վրա, մասնավորապես հարվածել է նախագահ Մասուդ Փեզեշքյանի նստավայրի ուղղությամբ։ Իսրայելական կողմը գրոհում է նաև Լիբանանը, հրթիռակոծվել են Բեյրութի հարավային բնակելի թաղամասերը։ Նահանգները չի պատրաստվում բացահայտել իր մարտավարության մանրամասները, սակայն Իրանի դեմ ամերիկյան զինված ուժերի ամենածանր հարվածները դեռ առջևում են, ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը։ Ըստ Ռուբիոյի, հաջորդ փուլն Իրանի համար շատ ավելի դաժան է լինելու, քան այժմ։ Միացյալ Նահանգներն այս օպերացիան սկսել է հստակ նպատակով ոչնչացնել կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներն ու վերացնել իրանական նավատորմից եկող սպառնալիքները։ Հենց այս նպատակների կատարման վրա են կենտրոնացած հիմա։ Նրանք ամսական ավելի քան 100 հրթիռ են արտադրում եւ այս ամենն իրականացնում են խիստ պատժամիջոցների պայմաններում։ Այդ հրթիռներով նրանք հարվածում են ոչ միայն օդանավակայաններին, հյուրանոցներին եւ դեսպանատներին, այլ այնպիսի ենթակառուցվածքների, որոնք որևէ առնչություն չունեն ռազմական օբյեկտների հետ։ Հենց այս ելույթի ժամանակ լրագրողը հարց է ուղղել Ամերիկայի կողմից Իրանում աղջիկների դպրոցի վրա գրոհի մասին, չէ որ կրթօջախը ռազմական օբյեկտ չէ, Ռուբիոն փորձել է արդարացնել հարվածը։ Միացյալ Նահանգները միտումնավոր չէր թիրախավորի դպրոցը։ Մեր նպատակները հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերն են։ Անկեղծ ասած, մենք որևէ շահ չունենք գրոհել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Բացի այդ, պատերազմի գերատեսչությունը քննություն կանցկացնի պարզելու, արդյոք մենք ենք հարվածողը։ Իրանում անցկացվում է Մինաբի տարրական դպրոցին իսրայելա-ամերիկյան հարվածների հետևանքով սպանված 168 աղջիկների հրաժեշտի պաշտոնական արարողությունը։ Գրոհի հետևանքով զոհվել են նաև աշակերտների ծնողներ ու աշխատակազմի անդամներ։ Զոհվածներից 69-ի ինքնությունը դեռ պարզ չէ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տվյալով եւս 95 մարդ վիրավորվել է։ Զոհված երեխաների հիշատակը հարգելու համար փողոց են դուրս եկել հազարավոր մարդիկ։ Ճակատագրի հեգնանքով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում զինված հակամարտություններում երեխաների պաշտպանությանը նվիրված նիստը նախագահող Մելանիա Թրամփի ցավակցական խոսքի հասցեատերը ոչ թե Իրանում սպանված երեխաներն էին, այլ զոհված ամերիկացի զինվորները։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հերոսներին, զոհաբերել են իրենց կյանքը ազատության համար։ Նրանց քաջությունն ու նվիրվածությունը չեն մոռացվի։ Ես անկեղծորեն մաղթում եմ արագ ապաքինում բոլոր վիրավորներին։ Բոլորդ իմ մտքում ու աղոթքներում եք այս մարտահրավերային ժամանակներում։ Նահանգները մշտապես կանգնած է աշխարհի բոլոր երեխաների կողքին։ Հուսով եմ շուտով խաղաղություն կլինի։ Կինը խոսում է խաղաղության,
ամուսինը պատերազմը շարունակելու մասին։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ ամերիկյան սպառազինության պաշարներն անսպառ են եւ պատերազմներ կարող են վարել անվերջ։ Ըստ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, Թրամփի միակ նպատակն է, որ Իրանը երբեք միջուկային զենք չունենա։ Նա վստահեցրել է, Միացյալ Նահանգները չի պատրաստվում ներքաշվել տարիներ ձգվող հակամարտության մեջ։ Իրանի դեմ պատերազմը մեկնաբանելիս հին աշխարհը փորձում է դիվանագիտական մոտեցում ցուցաբերել, խուսափելով Վաշինգտոնի կամ Թել Ավիվի հասցեին սուր հայտարարություններից։ Իսպանիան ՆԱՏՕ-ի անդամ երկրներից միակն է, որը խիզախել է դատապարտել օպերացիան։ Կարելի է խոսել ատելի ռեժիմի դեմ եւ միաժամանակ դեմ լինել անարդարացի եւ վտանգավոր ռազմական միջամտությանը, որը խախտում է միջազգային նորմերը։ Ես կրկին կոչ եմ անում անհապաղ դեէսկալացիայի, միջազգային իրավունքի հարգման եւ երկխոսության արագ վերսկսման։ Իրանի դեմ պատերազմը հրեական պետությունը վաղուց է ծրագրել։ Մոսադի գործակալները կոտրել են Թեհրանի տեսահսկման խցիկների ցանցը եւ տարիներ շարունակ լրտեսել են Այաթոլլահ Ալի Խամենեիին, նրա թիկնապահներին եւ իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաներին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Լուսանկարները փոխանցվել են Իսրայելին, ինչը Մոսադին թույլ է տվել մանրամասն տեղեկություններ ստանալ թիկնապահների հասցեների, նրանց աշխատանքային գրաֆիկների եւ այն անձանց մասին, ում հսկողությունը նրանց էր վստահված։ Տեսախցիկի տեղեկություններից մեկը հատկապես օգտակար է եղել եւ գործակալներին հնարավորություն է տվել հետևել, թե Թեհրանի կենտրոնի որ մասում են թիկնապահները կայանում իրենց անձնական մեքենաները։ Համակարգի կոտրումը բազմամյա հետախուզական արշավի մի մասն էր, որն ի վերջո հանգեցրեց Խամենեիի սպանությանը, գրում է պարբերականը։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։